Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Բարև։ Բարև ձեզ։ Երեխան ո՞նց է Սոֆիա։ Լավ։ Լավ, երևի ծանոթացնեմ ձեզ։ Ռուբենն է Սոֆիա ջան, ինձ շատ հարազատ մարդ է։ Կարելի ասել հոպարս է ու համել Մարիայի պապան է։ Դե Սոֆիային էլ Ռուբեն հոպար արդեն գիտես, Արտակի կինն է։ Կստամ, եթե ասեմ ուրախ եմ։ Որովհետև Մարիայի հետ կապված ամեն բան ինձ տհաճ է։ Դրա համար կլռամ ուղղակի։ Սոֆիա պետք չի անիմաստ լարվածություն մտցնել, մանավանդ որ ասեցի, թե ով է Ռուբեն հոպարը իմ համար։ Ու համել Մարիան ընդամենը իր գործն է արել։ Հանգստացի Ռաֆ։ Ես հասկանում եմ մարդու անհանգստությունը։ Իր համար դեռ շատ բան պարզ չի, բայց շուտով ամեն ինչ պարզ կլինի։ Ինչով ես զբաղվում։ Ես հիշում եմ, որ քեզ պետք է օգնեի գործ գտնել, ուղղակի այս վերջի շրջանում գլուխս մի քիչ խառն էր, բայց անպայման կօգնեմ, կզբաղվեմ այդ հարցով։ Շատ շնորհակալ կլինեմ, որովհետև գոյությունս ապահովելու համար ինձ աշխատանք է պետք։ Երբ Արտակը կար, ես նման բաների մասին չէի մտածում։ Արտակը ամեն ինչով ապահովում էր մեզ։ Բայց հիմա ինձ պետք է գումար աշխատել, որ կարողանամ երեխուս պահեմ։ Նվերի մոտ է երեխան։ Ոնց երեխան նվերի մոտ է։ Երեխան մի ամիս է նվերի մոտ է։ Ու դու չգիտես դրա մասին։ Շատ հետաքրքիր է։ Ես ուղղակի հետևում եմ այդ գործին, դրա համար եմ տեղյակ։ Տենց է ստացվել։ Բայց դու որ այսքան մտերիմ ես ու չգիտես, այդ Ռաֆը չգիտի, որովհետև ես երեխուն տարել ու բերել եմ։ Ինչպես ասացի, ֆինանսական խնդիրներ ունեմ։ Իսկ գործը դատարանում դեռ չի ավարտվել։ Ռաֆը ինձ օգնում է աշխատանք գտնեմ, որ կարողանամ երեխուս պահել ինձ մոտ ու դատարանում շանսեր ունենամ։ Լավ, արդեն ուշ է, գնամ տուն ես։ Հուսանք մամա դեռ չի նկատել, որ տանը չես։ Շատ խիստ կասկածում եմ, գիտես չէ։ Դե բայց որ նկատեր չէր զանգի։ Մամայից ով է գլուխ հանում, կարող է նկատելա չի զանգում, բայց հեսա գնամ տուն, մի լավ ինձ դաս կտա։ Դու էլ ոնց որ են առաջին դասարանի երեխեքս լինես, որ երկուս են ստանում վախենում են տուն գնան։ Ես հեսա որ գնամ տուն, մաման վարքիս համար ինձ երկուս կնշանակի, բայց ճակատիս, մեջտեղը։ Լավ, ես կճանապարհեմ։ Բայց մինչև վերջ չես գա, չէ։ Չէ, հանգիստ տեղի։ Դե ես իրականում ինձ շատ վատ եմ զգում, որ ամեն ինչ առաջ գնալու փոխարեն մենակ հետ է գնում։ Բայց ախր ինչ կարամ անեմ, ես ոչ մի չեմ կարա փոխեմ։ Ուղղակի պետք է սպասել, որ այս լարված իրավիճակը անցնի։ Լիլ նորմալ է։ Ապրես որ եկար։ Իրոք որ քեզ տեսնում եմ, տրամադրությունս փոխվում է։ Ապրես որ եկար։ Դավիթ, ես վախենում եմ։ Դու մինչև ես ուրախ էիր մեր որոշման համար։
Ես հիմա էլ եմ ուրախ, Մարիա։ Ուղղակի հանգիստ չեմ։ Այսինքն։ Լսի, ես հիմա գտնվում եմ մի իրավիճակում, որտեղ վաղվա օրս մեծ հարցականի տակ հասկանում ես։ Ես չգիտեմ ինչա լինելու դատից հետո։ Քանի տարի ինձ կտան ու քանի տարի ստիպված կլինես ինձ սպասել։ Դավիթ, ինչ ես խոսում, քեզ արդարացնելու են, դու ոչ մի բան չես արել։ Իսկ եթե չարդարացնեն, իսկ եթե Ռաֆիդեն ոչ մի ապացույց չգտնվի։ Դες դու էլ չգիտես։ Ու ոչ մեկը չգիտի, Մարիա։ Ես չեմ ուզում, որ դու իմ պատճառով դժբախտանաս, չեմ ուզում այդ դժբախտ կնոջ կերպարով ինձ սպասես։ Այդ ահավոր կլինի իմ համար։ Ես ամեն ինչի կդիմանամ, բայց այդ մեկը շատ ծանր կտանեմ։ Քեզ թվում է այդ այնքան հեշտ է, շատ հեշտ ես պատկերացնում։ Քեզ թվում է դու ինձ ուժեղ աղջիկ ես կդիմանա, շատ թեթև կտանես այդ ամեն ինչը, բայց դու չես հասկանում, որ քո կյանքն ու ժամանակն է ծախսելու այդ դժբախտության վրա, Մարիա։ Ճիշտ ես ասում, իմ կյանքը, Դավիթ, իմ։ Ես չեմ ափսոսում այն ժամանակը, որ կորցրել եմ քո համար։ Ու չեմ էլ ափսոսա, եթե նորից կորցնեմ, որովհետև քեզ շատ եմ սիրում։ Քո կողքին ամենակարևոր բաները իրենց կարևորությունը կորցնում են։ Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես։ Լավ գիտեմ։ Ու գիտեմ նաև, որ քո համար ամեն ինչ մեկ է, Մարիա։ Բայց կյանքը մենակ այդ սիրուն բաներով չի, ոչ էլ սերը։ Դու ամեն վարքյան պիտի պատրաստ լինես անուն քո սիրելի մարդու ինչ-որ կարևոր բաներից հրաժարվել, զիջել։ Այսինքն դու պատրաստ ես մեր հարաբերությունների ամենակարևոր պահը զիջել, ինչա թե չգիտես, թե դատի օրը քեզ ինչ է սպասում։ Լսի, Մարիա։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ դու երջանիկ լինես, հասկանում ես։ Չեմ ուզում, որ այս շատ կարևոր որոշումը սենց ծանր ճնշումների տակ կայացնենք։ Ես ուզում եմ վստահ լինել, որ քո երջանկությունը մեր հարսանիքից հետո էլ է շարունակվելու։ Լավ, ինչևէ։ Կասես ինձ, խնդրում եմ, դու պատրաստ ես քո կյանքի ուղիղ կեսը ապրել ինձ սպասելով։ Ապրել իմ տանը, որի ամեն մի անկյունը քեզ իմ մասին է հիշեցնելու։ Պատրաստ ես, Մարիա։ Դավիթ, դու հասկանում ես, որ սիրում են առանց պատճառների, առանց հաշվարկների, առանց եթեների ու բայցերի։ Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, որ քեզնից ինչ-որ բանի եմ սպասում, այլ սիրում եմ նրա համար, որ դու իմն ես, իմ սրտում ես։ Եթե դու այս հարցերը տալիս ես ինձ նրա համար, որ հասկանաս, արդյոք ես կհրաժարվեմ մեր սիրուց, եթե այդ ամենը ինձ մենակ վատ պահեր է տալու, ծանր օրեր է տալու, ասեմ, որ չէ, չեմ հրաժարվի։ Դու անընդհատ, Մարիա, ասում ես, որ եթեներ պիտի չլինեն։ Բայց չես հասկանում, որ ամբողջ այս պատմությունը թաղված է այդ եթեների տակ։ Իսկ եթե դու փոշման ես, իսկ եթե հոգնես ինձ սպասելուց, հասկանաս, որ սխալ որոշում ես կայացրել, բայց արդեն տարբերակ չլինի սխալը դուղելու, ինչ ես անելու։ Դավիթ, սպասելը մենակ օրեր հաշվելը չի։ Նետենա, որ դու հիշում ես ու անընդհատ վերապրում ես այն լավ պահերը։ Ես չեմ ապրելու քեզ սպասելով, ես ապրելու եմ քեզ սիրելով։ Կամ ընդհանրապես, եթե ամեն ինչ հակառակ կերպով ընթացած լիներ։ Դու ինձ չէիր սպասի, կհոգնեիր։ Քեզ թվում է ես կկարողանամ առանց քեզ ապրել, Մարիա։ Ուրիշ ինչ-որ բանի կարիք ունես։ Չէ, մենակ աշխատանքի պահն է։ Դու միակ մարդն էիր, ով Արտակի կողքին կանգնեց։ Ուզեց հեռու պահի այս պատմությունից։ Քո մոտ էլ չստացվեց։ Չնայած Արտակը չլսեց քեզ։ Ավելի ճիշտ չթողեցին, որ լսի։ Ամեն դեպքում ես շատ ցավում եմ այս կատարվածի համար։ Ես մինչև հիմա չեմ հավատում, որ Արտակը էլ չկա։ Ամեն անգամ նայում եմ դրանը ու սպասում, որ հեսա ներս կմտնի։ Բայց այդ ամեն ինչը փշրվում է, երբ աչքիս առաջ Դավիթի պատկերն է հայտնվում։ Դավիթը մի անգամ չի, որ սպառնացել է Արտակին։ Եթե դա լիներ 1 կամ 2 անգամ, ես կմտածեի, հա, սիրում է, ուզում է պաշտպանի սիրած աղջկան, բայց դա անընդհատ էր։
Դու էլ էիր պաշտպանում Մարիային։ Բայց դու այնպես էիր անում, որ համ մենք չտուժենք ու համ Մարիան հանգիստ լինի։ Իսկ Դավիթը ոնց որ գազազած կենթանի լիներ։ Հիմա միասին կգնանք ու դու քո ականջներով կլսես ամեն ինչ։ Կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում։ Ու կասկածներդ կվերանան։ Ես այդ մարդկանց հետ իրոք մտերիմ եմ եղել ու փորձել եմ իրանց օգնել Մարիային էլ վտանգից հեռու պահել։ Հա կարող է այս ամեն ինչը Մարիայի սրտով չլիներ, բայց իմ համար միշտ կարևոր է եղել իր անվտանգությունը։ Ես էլ այս ձևով եմ լուծումը գտել։ Մի տեսակ շատ հանգիստ ես։ Տարօրինակ է։ Հանգիստ եմ, որովհետև սպանության հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ես այս ամեն ինչը հավատա քեզ չէի բացատրի, չէի մանրանա ու այսքան բաց չէի խոսի, եթե իմ համար կարևոր չլիներ իմ անվան հարցը։ Դրա համար ես իմ ամեն ինչի պատրաստ եմ։ Լվացվեմ գամ ու գնանք։ Առանձնանում ես, որ Սոֆիային ասես ինչ ասի։ Այս հեռախոսս այս էլ մեքենայի բանալին։ Երկրորդ հեռախոս պահելու սովորություն չունեմ։ Եթե ուզում ես կարաս գրպաններս ստուգես, որ վստահ լինես։ Իսկ եթե չէ գնամ գամ։ Ապրես։ Այս թաքուն եկար, թաքուն էլ գնում ես։ Ես ոչ հիմա նյարդայնանալու եմ, ոչ էլ գոռալու եմ, ոչ էլ քեզ վիրավորելու եմ։ Եթե դու ինքդ քեզ չես հարգում, աղջիկ ջան, ես քեզ ինչ ասեմ։ Մամ, ես չէի կարող չգնալ, Աբուլը շատ վատ էր։ Մայրդ ու եղբայրդ էլ էին շատ վատ։ Պատասխան չունես։ Մամ, դու Ռաֆը երբեք իմ կարիքը չեք ունեցել։ Այնպես որ հիմա ինձ իզուր մեղքի տակ մի գցի։ Հա, այդպիսի արդարացումներ ես հորինել, որ երբ ուզես տնից փախչես։ Մամ, գիտես, հիասթափվում եմ ամեն օր քեզնից։ Ամեն օր հիասթափվում եմ ես քեզնից։ Ես չեմ ուզում քո հետ խոսեմ, ես չեմ ուզում քեզ լսեմ, ես չեմ ուզում քեզ տեսնեմ։ Ինչքան ես շարունակելու այսպես, Լիլիթ։ Ինչքան, մինչև որ ես էլ չլինեմ։ Մամ, կլինի այդպիսի բաներ չասես։ Իսկ կլինի դու էլ չվազես այդ տղայի ետևից, գոնե իմ համար։ Չվազես, կլինի։ Դու հիմա գիտես ինձ ինչ պետք է ասեիր։ Պետք է ասեիր համամ կլինի, բայց չէ, ես ով եմ որ։ Չես պատկերացնի հիմա ինչ վատ եմ, ոնց է սիրտս խփում։ Իմն էլ։ Միշտ ես էի քո վրա ջղայնանում, որ վախենում ես ինչ-որ բաներից, հիմա ինքս եմ հայտնվել այդ իրավիճակում։ Հիմա հասկանում ես ինձ։ Հա, բայց ես քո նման մարդկանցից չեմ վախենում։ Ես ճակատագրից եմ վախենում, Մարիա։ Վախենում եմ, որ եթե արդարությունը հաղթի ինձ, ես քեզ կկորցնեմ։ Սերը երկար ճանապարհի նման բան է, ու շատ քչերն են կարողանում միասին մինչև վերջ անցնել։ Մինչև այս րոպեն ես մտածում եմ, որ մենք կարողանանք անցնել այդ ճանապարհը, բայց հիմա հասկանում եմ, որ կյանքը դրան դեմ է։ Ու ես իրոք էլ չգիտեմ ոնց պայքարեմ։ Ինչ անեմ, ոնց անեմ, որ ճիշտ լինի, որ քո համար լավ լինի, որ քիչ տանջվես։ Դավիթ, սերը ճանապարհ չի, որ պետքա վերջակետ ունենա։ Սերը այդ տունն է, որ կարաս վերադառնաս նույնիսկ երկար բացակայությունից հետո։ Ես քո տունն եմ, Դավիթ, ու ես քեզ միշտ սպասելու եմ։
Արի այնպես անենք, ոնց որոշել էինք։ Ես հասկանում եմ քո ապրումները, բայց պատրաստ եմ քո կողքին լինել կյանքի յուրաքանչյուր պահին։ Դավիթ, եթե դու իմ կյանքից պակասես, այդ նույնն է, որ առանց հոգի ապրել։ Էական չի, թե ինչ որոշում կկայացնե։ Ես ուզում եմ դու իմ կողքին լինես։ Ուզում եմ իմանամ, որ դու միշտ կաս ու կլինես իմ կյանքում։ Հաստատ։ Հա, Դավիթ, հաստատ։ Ու այս պահը լավ հիշի, որովհետև այն ամեն ինչը, ինչ որ մենք հիմա ունենք, այդ ամենակարևորն է։ Ուզում եմ հասկանաս, որ ես քեզ միշտ սպասելու եմ ու սիրելու եմ։ Այդ իմ ընտրությունն է, Դավիթ։ Ոչ թե ճարահատյալ որոշում։ Լավ, խոսեմ պապայի հետ։ Ոնց ասես։ Սոֆյան նոր մանրամասներ է պատմել քո եւ Արտակի շփման մասին։ Ու ինչ մանրամասներ է պատմել Սոֆյան։ Ու այն, որ մի քանի անգամ եք հանդիպել Արտակի հետ եւ ամեն անգամ Արտակը ծեծված է տուն մտել։ Ես ինչ հեքիաթ է, չկա տենց բան։ Այդ դատարանը կորոշի իր փորձաքննություններով։ Այսինքն դատարանը կորոշի։ Դատի օրը նշանակված է։ Վերցրու։ Ծանոթությունը լավ կկարդաս։ Հուսով եմ հիմա համոզվեցիր, որ ոչ խափում եմ, ոչ էլ ինչ-որ բան հորինում եմ։ Ես իրոք այդ մարդկանց հետ շատ մտերիմ եմ եղել։ Ու եթե Արտակին փորձեի վնասել կամ ինչ-որ բանով նեղացնեի, դժվար թե իր կինը ինձ sense լավ վերաբերվեր։ Ռաֆ ջան, կներես, բայց այս ամենը իմ համար շատ վատ բեմադրություն էր։ Ես ոչ քեզ հավատացի, ոչ էլ դրան։ Ոնց կուզես, էլ չեմ փորձելու համոզել։ Ես էլ արեցի, որովհետև քեզ շատ եմ հարգում։ Դե հուսամ ես խոսակցությունը քեզ հավելին տվեց ու դու արդեն վստահ ես մեր որոշման մեջ։ Ահա, ինձ պետք էր, որ ես համոզվեմ, Մարիա։ Ճիշտ է, հիմա էլ տենց հանգիստ չեմ, բայց դե։ Բայց այդքան վատատես պետք չի լինել։ Շատ հնարավոր է, որ քեզ արդարացնեն։ Ճիշտ է, ես քո նման լավատես չեմ, բայց դրան շատ եմ սպասում։ Կսպասեմ։ Ես ինչ լավ պահի եմ տուն հասել։ Ընտանիքով նստած քեզ ենք սպասում։ Լուրջ, ընտանիքով։ Մամ։ Ոչինչ, բալես նորմալ է։ Ինձ համար էս ընտանիքը ընտանիք չի, երբ Աբուլ էստեղ չի։ Նոնա ջան, դե միշտ ապիրելի, ամեն ինչ իր ժամանակին։ Ես կբացեմ։
Ռուբեն նոնա, դե մի վիճեք էլի, առանց էլ տեսնում եք Մարիան շատ լարված է։ Մամ, տեսնում ես, ես ձեն չեմ հանում, լուր կանգնած եմ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Բարով եք եկել, երեխեք ջան։ Մարիա, նոնա, գնացեք սուրճ բերեք։ Չէ, տիկին Ալիս, ոչ մի բան պետք չի, չենք ուզում։ Բա տենց ոնց կլինի, է։ Մենք շատ կարևոր հարց քննարկելու համար ենք եկել։ Հո լուրջ բան չի եղել։ Ես արդեն վախեցա։ Չէ, վախենալու կարիք ընդհանրապես չկա, խոսքը լավ բանի մասին է։ Ասա։ Ռաֆ ինձ դուր չեն գալիս քո ստից խաղերը։ Ինչի դու խաղում ես։ Ես չեմ հասկանում, ինչի Մարիայի հոր մոտ ես պետք է ինչ-որ բան ապացուցեմ։ Դու լավ գիտես այս ամեն ինչի համար է արվում։ Քիչ եմ մնացել, մի քիչ էլ դիմացի։ Այն ինչ հիմա ասելու եմ, բոլորից զարմացնելու է, բայց իմացեք, որ այդ իմ ու Մարիայի որոշումն է։ Եվ ինչ որոշման մասին է խոսքը։ Պապ, մինչև Դավիթի խոսել եմ, մի բան եմ ուզում ասել։ Ես ուզում եմ բոլորիդ ասել, որ շատ երկար եմ մտածել մինչև այս քայլին գալը։ Ու վստահ եմ իմ որոշման մեջ։ Իմ համար այսօր շատ կարևոր օր է, որովհետև ես ուզում եմ բոլորիդ համաձայնությունը ստանալ։ Մարիա։ Ես ու Մարիան որոշել ենք ամուսնանալ, եթե իհարկե դուք դեմ չեք։ Մենք բոլորս է գիտենք, որ պետք է ամուսնանանք, բայց այնպես եք ներկայացնում։ Ման, որովհետև ուզում ենք հիմա ամուսնանալ։ Մարիա, բայց այս խառը իրավիճակում։ Ես գիտեի, որ այդ հարցը բոլորիդ մոտ առաջանալու է, բայց ես ու Մարիան դրա մասին շատ երկար մտածել ենք։ Մենք պատրաստ ենք։ Հա, դուք ճիշտ եք, բոլորս գիտեինք, շատ պարզ էր, որ մենք պիտի ամուսնանանք, բայց մենք ուզում ենք, որ դա մինչև իմ դատը լինի։ Բայց դուք հասկանում եք, չէ, որ ամուսնանալը այդ խաղու պարզ չի։ Ավելի լավ չէր սպասենք դատը լիներ, հասկանանք ինչա լինելու, հետո նոր կորոշեինք։ Դավիթին արդարացնելու են։ Ես վստահ եմ։ Հա, Աբուլ ջան, դու շատ ճիշտ ես ասում։ Ես վստահ եմ, որ Դավիթին արդարացնելու են, որովհետև Դավիթը նենց բան չի արել, որ մի հատ է պատասխան տա։ Բայց մտածում եմ, որ այս հոգեվիճակով ո՞նց ենք պատրաստվելու։ Հա, բայց 2 շաբաթից քո դատն է, Դավիթ։ Այդ երբ եք հասցնելու ամուսնանաք։ Ճիշտ ասում։ Ինձ թվում է չեք հասցնի։ Փոքրիկ հավաքույթ կանենք, կամ դա էլ չենք անի։ Իմ համար կարևոր է նա, որ մենք միասին լինենք, որ ամուսնանանք։ Ես հասկանում եմ, որ բոլորը շատ լարված եք, որ մտածում եք հետոյի մասին։ Ես էլ շատ լավ գիտակցում եմ, որ այս միտքը այդքան էլ հեռանկարային չի, բայց դուք լիարժեք իրար սիրում եք, չէ՞, եւ ուզում եք կյանքի այս դժվար փուլը միասին հաղթահարեք։ Հա, տատ, դու շատ ճիշտ հասկացար մեզ։ Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում ձեր որոշման մեջ։ Ընդհակառակ շատ ուրախ եմ, ես այդ մասին նույնիսկ ասել եմ։ Բայց ես կուզենայի, որ հարսանիքին բոլորս լիարժեք ուրախանայինք։ Ու ոչ թե ինչ որ կասկած լիներ մեր մեջ, թե դրանից հետո ինչ է լինելու։ Մաման ճիշտ է ասում։ Մենք բոլորս պետք է լիարժեք ուրախանանք այդ օրը։ Բայց այս հոգեվիճակով դժվար թե ստացվի մեր մոտ։ Իսկ եթե իմ հանգստությունը հենց այս որոշման մեջ է։ Ես ինձ հանգիստ կզգամ, եթե մինչև դատը Դավիթի կինը դառնամ։ Մարիա ջան, այնքան հեշտ ես ասում։ Բա որ հանկարծ դատարանում ամեն ինչ մեր ուզածի պես չզարգանա։ Այդ ժամանակ ինչ եք անելու։ Լավ, դու ինչ ես անելու։ Ես դրա մասին եմ մտածել ու այս բոլոր հարցերը Մարիային տվել եմ։ Եթե մենք մեր անելիքների մեջ վստահ չլինենք, հիմա ես տեղ չի լինի։
Մամ, ինչ տարբերություն։ Ես Դավիթին այստեղ կսպասեմ, թե Դավիթի տանը։ Ու եթե նույնիսկ դատը քո ասացի պես ընթանա, ես մեկա սպասելու եմ Դավիթին, ինչքան որ պետք լինի։ Ես հասկանում եմ, որ շատ փոքր եմ հիմա խոսակցությանը խառնվելու համար, բայց ինձ թվում է ճիշտ որոշում են կայացրել։ Ու հիմա երկուսն էլ իրար պետք են։ Ու երկուսով ավելի թեթև կհաղթարեն այս իրավիճակը։ Ես հիմա չգիտեմ ինչ ասեմ։ Դուք ինձ փակուղը առաջ եք կանգնացրել։ Ու ես չէի սպասում այս խոսակցությանը, բայց ես համ ձեզ եմ հասկանում, համ էլ այս իրավիճակը։ Կարող ենք մենք առանձին խոսել։ Գնացեք։ Ես լրիվ հասկանում եմ ձեր անհանգստությունը։ Պատկերացնում եմ, հասկանում եմ ինչի մասն եք մտածում, ինչից եք վախենում։ Հա, տղես ճիշտ է։ Ես մի քիչ վախենում եմ։ Չէ, ինչ ճիշտ հասկացի։ Ես դեմ չեմ ձեր հարաբերությունների լրջացմանը։ Ուղղակի մտածում եմ, միգուցե հիմա այդ պահը չի։ Ես էլ եմ կասկածում։ Չեմ կարող ասեմ, որ այս ամեն ինչը իմ սրտով է, բայց Մարիային դա շատ է պետք։ Ես իրեն ասել եմ, որ լավ կլինի սպասենք, որովհետև իր մասին եմ մտածել, բայց հետո հասկացել եմ, որ ինքը ավելի հանգիստ կլինի, եթե հիմա ամուսնանանք։ Իմ մեջ էլ շատ հարցականներ կան, որոնք ինձ խեղդում են։ Ես չգիտեմ ինչ կլինի դատից հետո, բայց հստակ գիտեմ, թե Մարիան ինչ վիճակում կընկնի, եթե հանկարծ դատը մեր ուզածով չավարտվի։ Ես քեզ չեմ ուզում վախեցնել, բայց մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք։ Գիտեմ։ Բայց ես իմ հույսը չեմ կորցնում։ Ես էլ իմ հույսը չեմ կորցնում, բայց չգիտեմ ինչ կլինի։ Ինչ կլինի Մարիայի հետ։ Մենակ թե պապան մեզ հասկանա։ Մարիա, ախր շատ ռիսկային քայլ եք գնում։ Համենայն դեպս ինչ որոշում էլ կայացնի պապատ, դու պետք է հասուն աղջկա նման մոտենաս ու հասկանաս։ Չնայած ես գիտեմ, որ հայրդ ամեն ինչ քո սրտով է անելու եւ լավ է լինելու։ Տատի, ես ու Դավիթը հաստատ ենք որոշել, մենք ուզում ենք ամուսնանալ։ Ու հետո մենք երեխա չենք, որ այսքան անհանգստանում եք։ Ես ոնց հասկանում եմ ձեր վախը Դավիթի դատի հարցն է։ Հա, Բուլջան, դու ճիշտ ես։ Բայց այդքանը քիչ է։ Ինչ էլ որոշվի Դավիթը չի նստելու։ Ինքը վատ բան չի արել։ Բալես։ Կարծում ես այդքան հեշտ է օրենքին չենթարկվելը։ Դե եթե իրենք կարող են մեղադրել անմեղ մարդուն, մենք էլ կարող ենք հակառակվել։ Ամեն դեպքում հիմա ճիշտ կլինի, որ ոչ մի բան չանենք։ Ուղղակի սպասենք։ Մամ, եթե այսպես պապայի մոտ խոսես, հաստատ մեզ չի հասկանա։ Ես բոլորս հարցերը Մարիային տվել եմ։ Ու հավատացեք, եթե ինքը վստահ չլիներ, ես ստեղ չէի գա։ Ես վստահ եմ, որ ինչ էլ լինի ցանկացած պարագայում Մարիան տեր կկանգնի այս որոշմանը։ Գիտես, ես շատ լավ եմ հասկանում աղջիկս։ Իմ աղջիկը վախենում է։ Վախենում է, որ չհասցնի։ Չեմ թաքցնի, ասեմ, որ իմ մեջ էլ այդ վախը կա։ Գիտես, երբեմն մարդու սիրտը ավելի լավ է կարողանում կառավարել մարդու կյանքը, քան 1000 անգամ մտածված քայլերը։ Եթե Մարիան եկել կանգնել այս որոշման վրա, ուրեմն զգում է, որ այդ իրան պետք է։ Հավատացեք, եթե հնարավոր լիներ Մարիային հետ պահել, ես դա կանեի։ Փորձում եմ, բայց չի ստացվում։ Այսօր փորձեցի, մտածեց, որ փոշմանել եմ, չեմ ուզում հետ ամուսնանալ ու նեղացավ։ Չէ, իզուր ես հետ պահել։ Ես Մարիային լավ եմ ճանաչում։ Եթե որոշել է աշխարհն էլ շուռ գա կանի։ Ես մտածում եմ մի կողմ դնեմ իմ բոլոր վախերը ու կանգնեմ աղջկաս կողքը։ Քանի որ տեսնում եմ, որ հստակ է իր որոշումը։
Ես շատ լավ գիտեմ, թե ինչ բան է սիրած մարդուն կորցնելու վախը սրտում ապրելը, ու այդ վախի հետևից անընդհատ վազելը։ Դուք ինձ միշտ ասում եք, որ ես ձեր հետ կարող եմ խոսալ նենց ոնց որ հորս հետ կխոսեի։ Էլի եմ ասում։ Ես հիմա հոր խորհրդի կարիք ունեմ։ Եթե դուք գտնում եք, որ այս որոշումը սխալ է, ես կհարգեմ ձեր խոսքը ու հետ կկանգնեմ։ Եթե տենց Մարիայի համար իրոք լավ կլինի։ Արի գնանք տուն ու հարսանիքի օրը որոշենք։ Ես ձեր կողքին եմ։ Նախընտրած օր ունեք։ Պապ, դու աշխարհի չէ, բոլորակի չէ, տիեզերքի ամենալավ պապան ես։ Լավ, էլ մի չափազանցրու իմ տիեզերք։ Շնորհակալ եմ, որ հասկացար մեզ։ Ինձ քո շնորհակալությունը սենց խոսալով բառացի, հարկավոր չի։ Ինձ քո երջանկությամբ ասա այդ։ Բալես։ Մի շաբաթից հարսանիքի ենք։ Ոնց ասես տղես։ Մեկ շաբաթից հարսանիքի ենք։ Չէ, ես ուղղակի ասեցի, կարողա մարողա չկա։ Մի շաբաթից հարսանիք։ Շնորհավորում եմ աղբերս։ Շնորհավորում եմ երեխեք ջան։ Լավ ես, ինչ բերեցեք իմ գլխին։ Ես ոչ մի բան չեմ հասցնի անել։ Դե կծիծաղեք, բա ինչ կանեք։ Ես խոստանում եմ օգնել ձեզ։ Ռաֆ, ես անընդհատ մտածում եմ նրա մասին, թե ինչ ես դու ինձ օգնում։ Ու ես եմ քեզ հարցնում։ Կարողա ոչ թե դու ես ինձ օգնում, այլ ես եմ քեզ օգնում։ Կարողա դու ինչ-որ բան ես թաքցնում։